Եթե իսկապես կարծում եք, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով մենք Հայաստանը կփրկենք թրքացումից, ապա չարաչար սխալվում եք, որովհետև ճշմարտությունը ամբողջությամբ հակառակն է։ Ռուսաստանի հետ նոր միութենական միության մեջ մտնելը կլինի Հայաստանը թրքացնելու ամենաարագ ու հեշտ ձևը, որովհետև նման մղձավանջային պայմաններում ռուսներն ու թուրքերը նորից կբաժանեն Հայաստանը ավելի վատ ձևով, քան 1921 թվականի Մոսկվա եւ Կարսի պայմանագրերի ժամանակ։ Դա հայ ազգին ոչ միայն կզրկի անկախ պետականությունից, այլև որևէ անգամ ռազմաքաղաքական գործոն դառնալու հնարավորությունից։ Այսպես են հայադավ նեոբոլշևիկները պատկերացնում այսպես կոչված իրական Հայաստանը, սակայն մեզ հայազգայնականներից համար միակ իրական Հայաստանը անկախ միացյալ հզոր Հայաստանն է, որը միանշանակ ազատված է ռուս-թուրքական վանդակից։ Այն Հայաստանը, որն իր մեջ կընդգրկի ոչ միայն Արցախը ամբողջությամբ, այլև մեր հայկական լեռնաշխարհի մեծամասնությունը, որովհետև դրանց ձգտելը մեր ցեղի ոգու բաղձանքն է եւ մեր ճակատագրի կանչը։ Սա պետք է խորապես գիտակցենք, եթե ուզում ենք ոչնչացնել այն միֆը, թե Հայաստանը առանց ռուսների կորած է, որովհետև դա մեզ աստիճանաբար տանում է դեպի կործանում։ Սա լավ հասկանալով մենք կգանք այն եզրահանգմանը, որ Ռուսաստանի կործանումը մեզ հայերիս հնարավորության պատուհան կբացի մեր պատկերացրած իրական Հայաստանը կերտելու համար, ինչը մենք չենք կարող բաց թողնել։ Այդ հնարավորության պատուհանը կբացվի, ինչպես բացվեց մեր ազատամարտիկների համար մոտ 35 տարի առաջ, բայց այս անգամ միայն Արցախը ազատագրելու փոխարեն մենք կազատագրենք Ադրբեջանի կազմում գտնվող մեր բոլոր պատմական հողերը, այդ Բաքվի բռնապետին ու հանցավոր ռեժիմին վշտականապես ծնկի բերելով։ Մակերեսով ամենամեծ երկիրը, որը միաժամանակ միջուկային գերտերությունն է եւ ունի աստղաբաշխական ռեսուրսներ եւ աշխարհի ամենախոշոր բանակներից մեկը, արդեն մոտ 4 տարի է, ինչ չի կարողանում գրավել իր չափսերի համեմատ բավականին փոքրիկ Ուկրաինան, տալով 100,000-ավոր զոհեր եւ վիրավորներ եւ այդ ընթացքում նաեւ քայքայելով իր տնտեսությունը։ Նա խրվել է ճահիճի մեջ եւ չի կարողանում դուրս գալ։ Եվ մեզ ուզում են համոզել, որ հենց այս նույն պետությունն է, որը 85 տարի առաջ, երբ համեմատաբար ավելի ծանր վիճակում էր, կարողացավ իբր միայնակ հաղթել նացիոնալ-սոցիալիստական Գերմանիային, առանց արևմուտքի հսկայական, ռազմական, քաղաքական եւ ռազմավարական հսկայական աջակցության։ Դա բացարձակ անհեթեթությունը եւ ռուսները դա շատ լավ գիտեն։ Ռուսական բանակի ռազմավարություն ու կազմակերպվածությունը խայտառակությունն են, նրա միակ ուժը մարդկային ու ռեսուրսների քանակական առավելությունն է եւ այն, որ թքած ունի սեփական զինվորների կյանքի վրա։ Այս պատերազմը բացահայտել է, որ ռուսական բանակի հզորությունը ավելի շատ հիմնված է պատրանքների վրա, քան իրականության։